Ուզում խոսել նոր գիտահապետարանի դեպքից, շատ հաճախ, որտեղ մոռացվում է սկիզբը եւ վերջը, ինչ է ուրեմն տեղի ունեցել, ակտիվիստ Արթուր Չախոյանը խնդիր է տեսել մանկապարտեզի շինարարության հետ կապված, ծախսված գումարների, մսխումների հետ կապված, դրա մասին հարց է բարձրացնում, հետո հետևում է թաղապետի զանգը, սեռական բնույթի հայհոյանքները, որին ի պատասխան Արթուրը եւ Մեսրոպ Մանուկյան Երևանի ընդդիմադիր իրավականության անդամը քաղաքական ակցիա են իրականացնում եւ այնինչ ասել է թաղապետը շատ բան ձևով, պատկերավոր ձևով նկարի հետ կապված են անում եւ հաջորդ օրը բոլորիս հայտնի ծեծն է լինում։ Թաղապետը իր ընդունարանում ծեծում է Արթուր Չախոյանին։ Ուսրան հետևում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության հայտարարությունը քաղաքապետարանի, որ իբր քննադատելով այս երևույթը, բայց որոշ շեշտը դնում են, այ բայց իրավապահները ինչի մի օր առաջ չեն հստակ գնահատական տվել ու դրան արդեն հետևում այն, որ ի վերջո ավելի խիստ մեղադրանք է դրվում ծեծվողի վրա, քան այն մարդու վրա, ով ծեծել է։ Ու ինչ է ասում հետաքրքիր է Նիկոլ Փաշինյանը դրա հետ կապված, ասում է դե ընդհանուր այսպես չընդունելով բռնությունը, ասում է դե մարդը կարող է ինքնատիրապետումը կորցնել։ Հիմա օրինակ երբ Արմեն Գրիգորյանը անհաջող միտք է արտահայտել ժամանակին, դրա դիմաց չեն ասել մարդը կարող է սխալ արտահայտվել, այլ տարել են կալանքի ու ի վերջո այդ մարդը մահացել է դատարանի դահլիճում։ Երբ օրինակ գիտնական Ղարիբ Բաբայանը բորբոքվել է ադրբեջանցիների հետ ադրբեջանական ակցիայից Հայաստանի Հանրապետության հրապարակում, չեն ասել մարդը տուն-տեղ կորցրած, ամեն ինչ կորցրած ու սխալ բան չի էլ ասում, այլ կալանքի միջնորդություն են ներկայացնում, անում են դատարան։ Երբ որ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը եթերից խոսում են YouTube-յան ալիքով բավական բաց իշխանությունների մասին, չեն ասում մարդեն, ի վերջո էլի սխալ բան երևի թե չեն ասում, այլ տանում են կալանքի, մի հատ էլ դեմքը սեղմելով ասֆալտին այդ ձևերով։ Կա Սարգսի Օհանջանյան եւ Նարեկի Մութաֆյան դեպքը։ Նույն ձև դատավորին ասել են օրինակ դուք ձեզ համարում եք Նիկոլ Փաշինյանի որակումները ընդունում եք, վնգստացող դատավոր համարում եք, տարել են կալանքի, 2 ամիս կալանք, մինչև հիմա էլ կարծեմ գործը գնում է։ Զոհվածի ծնողի հետ կապված դեպքը, իմ հետ կապված դեպքը, որ չեն ասում, հետ ենք պատտվել խաղացույցի ընթացքում, հասկանանք լացող աղջկա ձայնը ինչից է գալիս, չէ, ոստիկանական մեքենայի մեջ խոշտանգում, հետո կալանք, հետո մնացած գործերը։ Հիմա այս ամեն ինչի վերաբերյալ ասում են դե մարդա։ Քննչականի ղեկավարն էլ լուրջ դեմքով երեք փորձում էր համոզել, որ ծեծը ավելի թույլ հանցանք է, այն ինչ արել են իրենք ավելի թույլ հանցանք է, քան օրինակ Սամվել Վարդանյանի դեպքը։ Հասկանում եք, սա լուրջ չի, այս երկակի ստանդարտները ուղղակի ճճացող են։